Լարիսա Դոլինայի բնակարանի պատմությունը վերջնական լուծումը ստացավ եւ ոչ օգուտ երգչուհու նա պարտվեց դատարանում 3 Մոսկվայի բարձրագույն դատարանը որոշում կայացրեց մերժել Լարիսա Դոլինայի հայցը իր բնակարանի առողջարքի պայմանագիրը չեղարկելու մասով։ Սա նշանակում է, որ Լարիսա Դոլինան շուտով ստիպված կլինի լքել բնակարանը, իսկ Պալինա Լուրիեն, որը որ գնել էր բնակարանը Լարիսա Դոլինայից, այդ բնակարանի օրինական տերն է։ Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու միանգամից, իսկ եթե հանկարծ Լարիսա Դոլինան հրաժարվի լքել բնակարանը, նրան այդտեղից ամենայն հավանականությամբ հարկադիր կվտարեն։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Մոսկվայի առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել Լիոկուտ Դոլինայի եւ անվավեր էր ճանաչել բնակարանի առողջարքի պայմանագիրը։ Դատարանը նաև որոշել էր, որ Դոլինան պարտավոր չի Պալինա Լուրիեին հետ վերադարձնել գումարները, որոնք որ ինքը փոխանցել էր խաբեբաներին, քանի որ համարել էր, որ Դոլինան բնակարանը վաճառել է ճնշման տակ։ Սա Ռուսաստանում շատ մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել, ես սրա մասին վիդեո ունեմ, կարող եք գնալ մանրամասն նայել։ Հանրային դժգոհությունը այնքան մեծ էր, որ Լարիսա Դոլինան Ռուսաստանի առաջին ալիքին տվել էր հարցազրույց, որի ընթացքում խոսք էր տվել Պալինա Լուրիային վերադարձնել իր գումարները, բայց չէր ասել, թե երբ է դա անելու։ Ամեն դեպքում բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, որ Պալինա Լուրիեն բնակարանի օրինական տերն է եւ Լարիսա Դոլինան սխալ է այս հարցում։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք ու մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները։